319,000 դրամ հատուկ նշված կաթսայի համար եւ անակնկալ նվերներ Baxter-ի կողմից։ Հետևում են կարևոր զարգացումներին առաջին լրատվականի եթերում օրվա գլխավոր թեման հետևյալի մասին է։ Հայաստանի վարչապետն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում եւ քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության ռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուշը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոտքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին Պաշտպանության նախարարության 3 զինծառայողներ։ Այս սադրանքին նախորդել եւ հաջորդել են Հայաստանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարանի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող թեզեր։ Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները շփման գոտում արձանագրել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում։ Արցախի ռազմական գերատեսչությունը նաեւ տեսանյութ է տարածել։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել ճեպազրույց Հայաստանի Հավեստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ ներկայացուցիչների հետ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանի զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու համար։ Այս ֆոնին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ հնդգծել միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։ Իդեպ վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստության ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճի եւ փոխհրաձգությունների։ Այս մասին առաքելությունը հայտարարել է Twitter-յան իր էջում։ Սա Հայաստանում տեղակայված դիտորդական խմբի առաջին հրապարակային արձագանքն է այս իրադարձություններին։ Առաքելությունը նաեւ տեղեկացրել է, որ իրավիճակի մասին զեկուցել է Բրյուսելին։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ու սոցցանցերը հոգտատերերն էլ այս օրերին ակտիվորեն տարածում են սեփական սպառազինության տեղափոխումները։ Տեղեկատվական անվտանգության մասնագետների գնահատականներով այդ արտահոսքերը սկսվել են միանգամից եւ բազմաթիվ օգտահաշիվներով։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով արտահոսքերի հանկարծակի եւ արագ տարածումը պատահական չի կարող լինել։ Մարտիրոսյանի խոսքով Ադրբեջանը համացանցով հոգեբանական գրոհ է իրականացնում։ Այստեղ կա մի կարևոր նյուանս։ Եթե գիտեք կամ չգիտեք, Ադրբեջանը շուտվանից գործում է օրենք, որը արգելում է, այսինքն քրեորեն պատժելի է զորքի տեղաշարժը, առաջնագծում, նկարահանումները եւ այլն։ Եւ հիմա դրա հանդեպ ուշադրությունը իրենց շատ ավելի լուրջ է։ Շատ խիստ է, այսինքն կիրառվում օրենքը։ Շատ խիստ է ու այդ օրենքը նույնիսկ չէ կիրառվում, որտեղ Ադրբեջանում ում դեմ պետքա կիրառվեր, արդեն շուտվանից կամ նստած են, կամ փախած են, կամ սպանած են եւ այլն, այսինքն այդտեղ հասարակությունը շատ լավ գիտի, որ ինչ որ բաներ չի կարելի անել, որովհետեւ այնտեղ տենց չեն զգուշացնում եւ այլն, հա, այսինքն գործը շատ լուրջ է։ Եվ եթե նկատեցինք բոլորս էլ կարծում եմ, որ 2 օր առաջ ցանցը սկսեց հեղեղվել այդ տեխնիկայի շարժի տեսանյութերով, ընդ որում դա գցում էին համ ինչ-որ քաղաքացիներ, որոնք մեքենայով անցնելով այո սովորական քաղաքացիներ էին նկարում, ինչ-որ հեռվից նկարած, մոտիկից նկարած 1000 ռակուրսի առանձին ուղղաթիռները, տանկերը առանձին, զրահատեխնիկա, ինչ-որ մարդատար մեքենաներ են եւ այլն։ Այսինքն ակնհայտ այդ քանակի տեսանյութ չէր կարող լինել զուտ ինչ-որ անսպասելի հանկարծակի բանով, հա։ Նաեւ մոբիլիզացիայի ինչ-որ գործողություններ, դրանց տեղաշարժը եւ այլն։ Եվ եթե իրար հետևից նայում ենք, ապա ինչ է լինում, այսինքն տեխնիկան սկսում է շարժվել, դրանից հետո ադրբեջանցիք զանգվածային լցնում են այդ տեսանյութերը։ Ցանց այսօր արդեն մի քանի ժամ առաջ իրենց ազգային անվտանգությունը ուրեմն կոչ անում դադարել տարածել։ Այսինքն իրանք ակնհայտ իրենց ուզած գործը արեցին։ Ու հիմա արդեն պետք է ցույց տան, որ նաև ով է անտառում տերը։ Քարոջահոգեբանական գրոհին զուգահեռ Բաքուն շարունակում է նաև զինվել, դրա համար օգտագործելով նաև Իսրայելի ճանապարհը։ Միայն օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 5-ը ադրբեջանական Silkway ավիաընկերությունը բեռնատար ինքնաթիռներով դեպի իսրայելական Ovda օդանավակայան արդեն 5 թռիչք է իրականացրել։ Օգոստոսի 15-ին, 29-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին եւ եւս 1 թռիչք է սեպտեմբերի 5-ին։ Ըստ հետքի սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլև հայ-ադրբեջանական առաջնագիծ եւ Արցախին շատ ավելի մոտ կետ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է։ Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ չվերթ օգոստոսի 12-ին եւ սեպտեմբերի 3-ին Բաքվից թռել է չեխական Բրնո քաղաք, որը հայտնի է մասնավորապես հրաձգային սպառազինության արտադրանքով։ Ինքնաթիռը թռել է նաեւ Թուրքիա, բայց Ovda թռիչքները հստակ ցուցիչ են, թե ինչ է բերում այդ օդանավը։ Ovda-ն ըստ իսրայելական աղբյուրների այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման եւ ներկրման համար։ Իսրայելական Հարեց պարբերականի տվյալներով անցած 7 տարիների ընթացքում 2016-ից սկսած ադրբեջանական Silkway ավիաընկերության 92 բեռնատար ինքնաթիռներ վայրեջք են կատարել իսրայելական Ovda օդանավակայանում, ընդ որում իսրայելական Հարեցը արձանագրել է, որ Բաքվից դեպի Ovda իրականացվող թռիչքների հաճախականությունը կտրուկ աճում է հենց հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ։ Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է, իսկ ռազմավարական գործընկեր Ադրբեջանին է վաճառում միլիարդավոր դոլարների զենք, բալիստիկ հրթիռներ, օդային պաշտպանության համակարգեր, կամիկադզե անօդաչուներ, դրա դիմաց Բաքվից ստանալով նավթ եւ որ ամենակարևորն է մուտք դեպի Իրան։ Ըստ Հարեցի օրինակ Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին հենակետեր տեղադրել իր տարածքում եւ դիտարկել, թե ինչ է կատարվում Իրանում, անգամ օդային տարածք է տրամադրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իսրայելը կարողանա թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները։ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսված էր 3 միլիարդ 130 միլիոն դոլարի կամ պետական բյուջեի բոլոր ծախսերի 16%-ի չափով, դա 4.6%-ով ավելին էր, քան 2022-ը։ Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահն ասել էր, որ 23 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացվի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Այս տարի դեպ Հայաստանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է
47%-ով եւ կազմում է 501 միլիարդ 300 միլիոն դրամ 2022-ի 340 միլիարդ դրամի դիմաց։ 1995-ից ի վեր սա Հայաստանի ռազմական բյուջեի ամենամեծ աճն է։ Ներկայիս փոխարժեքով 2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է շուրջ 1.3 միլիարդ դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն Ադրբեջանին զիջում է 2.5 անգամ, որը ամենացածր հարաբերակցությունն է 2005-ից ի վեր, երբ Ադրբեջանը սկսեց զգալիորեն մեծացնել ռազմական բյուջեն եւ սպառազինության ձեռքբերման ծավալները։ 1995-ից 98 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերում պահպանվել է որոշակի հավասարակշռություն, մինչև 2005 թվականը Ադրբեջանը տարբերությունը հասցրեց կրկնակի։ Դրանից հետո Ադրբեջանի առավելությունը աստիճանաբար աճեց, իսկ բարձրակետին հասավ 2011-12 թվականներին։ Այդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ռազմական ծախսերից ավելին էին 8-9 անգամ։ 2019-ին տարբերությունը կազմում էր 3 պատերազմական, 2020-ին 3.5 անգամ, 2021-ին 4.3 անգամ, իսկ 2022-ին 4.2 անգամ։ Այդուհանդերձ բյուջեի տարբերությունն այնքան էական չէ, որ կան դաշնակիցների գործոն, Ադրբեջանը զենք ստանում իր ռազմավարական դաշնակիցներից, Իսրայելից, Թուրքիայից եւ Ռուսաստանից, իսկ Հայաստանն անգամ Ռուսաստանին զենքի դիմաց փոխանցված գումարները չի կարողանում հետ ստանալ։ Եվ այս պահին Թել Ավիվից մեզ է միացել Իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը։ Պարոն Չեռնամորյան, բարև ձեզ, շնորհակալ եմ այս հնարավորության եւ մեզ միանալու համար։ Նախ Ադրբեջանը վստահ եմ հետևում եք վերջին օրերին սահմանային լարվածությանը զուգահեռ նաև տեղեկատվական իսկական դիվերսիա իրականացնում, հեղեղված է համացանցը ադրբեջանական զինտեխնիկայի Հայաստանի եւ Արցախի սահման կուտակումներով եւ նաև դրան ակտիվորեն անդրադառնում եւ լուսաբանում է նաև թուրքական մամուլը։ Այս առումով ըստ ձեզ իրավիճակը որքանով է մոտ լայնածավալ պատերազմին։ Ձեզ շնորհակալություն այս հնարավորության համար, իրոք երբ որ հետևում ես ասենք այս իրադարձություններին, մտածում ես, որ գուցե հենց հիմա ուզում են ադրբեջանցիները նոր պատերազմ սկսել, սակայն այստեղ հարցը թե պատրաստ են նրանք նման լայնածավալ պատերազմ սկսելու մեր դեմ։ Գուցե սա ուղղակի մկանների ցուցադրություն է, գուցե սա ուժի ցուցադրություն է մեր սահմաններին, այս բանը դժվար է ասել։ Նախկինում երբ որ նրանք տարբեր տեսակի զորավարժություններ են իրականացնում, այդ զորավարժությունների արդյունքները ցավոք սրտի մենք շատ լավ գիտենք։ Եվ այսօր եթե չեմ սխալվում նորից զորավարժություններ են ուզում անցկացնել եւ հնարավոր է որ այդ զորավարժությունները վերածեն մեկ այլ տեսակի հարձակումների։ Սակայն չեմ կարծում որ լայնածավալ մեծ պատերազմի այժմ Ադրբեջանը կհամարձակվի իրականացնել, որովհետեւ անկախ նրանից, որ այս վերջին օրերից կրկին Իսրայելը շարունակում է նոր տեսակի զինատեսակներ, վերջին օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 5 ընկած ժամանակահատվածում 5 օդանավ զենք է տեղափոխվել Իսրայելի հարավից Ուվդա օդանավակայանից դեպի ուրեմն Ադրբեջան, սակայն երբ որ նայում ես ասենք ծավալները 1 Il-76-ը, որը ունի Silkway ավիաընկերություն, այս տրանսպորտային ադրբեջանական պաշտպանության նախարարության, Il-76 չեմ կարող ասել թե կոնկրետ ինչ մոդիֆիկացիա է, բայց 28-ից մինչև 60 տոննա պեր կարող է Il-76-ը տեղափոխել եւ ասենք 5 օդանավ ենթադրենք 50 տոննայով որ վերցնես, ասենք այդքան էլ մեծ քանակությամբ զենատեսակ տեղափոխելու մասին չեմ կարող ասել, սակայն որ ժամանակակից են իսրայելյան զենքերը, սրանում կասկած իհարկե չկա։ Հասկանանք, պարոն Չեռնամորյան, Իսրայելը, որի մասին դուք իդեպ նշեցիք, 5 իսկապես թռիչք է իրականացրել օգոստոսի 15-ին, 29-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին եւ նաեւ 1 թռիչք է սեպտեմբերի 5-ին, ընդհանրապես զուտ, այսպես ասած, տնտեսական, ֆինանսական շահեր է դրանով սպասարկում, թե նաեւ քաղաքական, աշխարհաքաղաքական ես նկատի ունեմ, որովհետեւ կադրերը, որոնք հանդիպում են համացանցում, այն զինտեխնիկայի վրա նշված, օրինակ մեկնաբանվում են, որ սա նաեւ ուժի ցուցադրում կարող է լինել Իրանին ուղղված։ Այս առումով դուք ինչպես կմեկնաբանեք։ Վստահ եմ տեսել եք այդ կադրերը։ Այո, տեսել եմ եւ գիտեք ինչն է հետաքրքիր, այս վերջին ժամանակներս բավականին ակտիվացել է Իրանը մեր դավր արևելքում, Հեզբալլայի հետ հանդիպումները, գաղտնի հանդիպումները եւ Հասան Նասրալան վերջերս հայտարարությունը, եթե հիշում եք, հանդես եկավ, որ խոստացավ պատժել Իսրայելին եւ այստեղ
նաև գործի դնել Համասը Գազայի գոտուց Իսրայելի տարածքները հրկիռակոծելու հետ կապված, այսինքն Իսրայելի օդուժը F-35-երը բարբերաբար ռմբահարում են Դամասկոսի օդանավակայանը եւ ինչպես գիտեք Իսրայելյան հետախուզությունը շատ լավ է աշխատում Սիրիայում եւ ցանկացած ասենք Իրանից ստացված հրթիռներ, որոնք կարող են հարվածել Իսրայելի տարածքին, անմիջապես նույն օդանավակայանում Դամասկոսի ոչնչացվում են եւ սրանով իսկ նաեւ Իսրայել ուզում է մեսիջներ ուղարկել Իրանին, որ այ երբ որ դու փորձում ես իմ տարածքում իմ սահմանների մոտ ծրել իրավիճակը, նույնը կարող է տեղ ունենալ հենց քո սահմանների մոտ քո քթի տակ։ Սա նաև կա, բայց դուք լավ գիտեք, որ ասենք ճիշտ է, սրանով Իսրայելը մեսիջներ ուղարկում Իրանին Ադրբեջանի միջոցով, բայց Ադրբեջանը երբևէ այս մեսիջները չի վարանել օգտագործել Հայաստանի դեմ եւ այլ զինատեսակները, որոնք գուցե շատ դեպքերում նաև ուրեմն Իրանին ատամ ցույց տալու համար էր նախատեսված, մեծամասամբ օգտագործում է գիտես ինչու, այսինքն չասեմ գիտես ինչու հայերի դեմ։ Եվ նաև հասկանանք ինչ օգնող ու խանգարող գործոններ կան այս պահին Բաքվին, որպեսզի նա լայնածավալ պատերազմ սկսի։ Ես նկատի ունեմ նաև աշխարհաքաղաքական լանդշաֆտը, որն առկա է։ Նախ տեսեք ամերիկյան զորավարությունները, որպեսզի սեպտեմբերի 11-ին տեղի ունենան Հայաստանում, սա մեկ, երկրորդը եվրոպական դիտորդների ներկայությունը Հայաստանի սահմաններին, ճիշտ է, Ալիևը մեկ փորձ արեց, համարձակություն արեց եվրոպական դիտորդներ լինելով Հայաստանի սահմանների վրա սեպտեմբերի 1-ի հայտնի դեպքեր, երբ որ բացահայտ հարձակում կատարեց Հայաստանի սուվերենության նկատմամբ, սակայն եվրոպական դիտորդները սա արձանագրեցին եւ չեմ կարծում, որ եվրոպական դիտորդների համբերության բաժակն էլ է մի օր լցվելու եւ եվրոպական պետություններն անկասկած քայլեր կատարելու են նամանավանդ երբ որ Հայաստանը արագ կարգով պետք է Հռոմի ստատուտը ուրեմն վավերացնի ազգային ժողովում եւ սրանից հետո արդեն մեր ձեռքերը անմիջապես կազատվեն եւ սկսած ռազմակերիներից Ալիևին որպես ռազմական հանցագործ ճանաչելու Հաագայի դատարան միջազգային դատարաններ դիմելու հետ կապված այսինքն բավականին լուրջ գործիքներ կունենան գործիքակազմ եւ ես չեմ կազմում որ այժմ հասունացել այն վիճակը որ Թուրքիան ինչքան էլ որ համակրի եւ կանաչ դրոշակ ցույց տա Ադրբեջանին Թուրքիան լուրջ խնդիրներ ունի եւ մեծ սպասելիքներ ունի արևմուտքից իր տնտեսությունը վերանորոգելու այդ հարյուրավոր միլիարդավոր դոլարների երկրաշարժի կորիզները համալրելու հետ կապված Իշմանում է Ռուսաստանը միայն կարող է քանի որ Պուտինը իր հայտնի ասենք վարկագծով որ այսօր մի բան է ասում հաջորդ օրը մեկ այլ բան երրորդ օրն էլ անում է լրիվ մեկ այլ բան կարող է Ադրբեջանի դիկտատորի հետ լեզու գտնեն եւ ինչպես որ ինքը անտեսեց ոչ քաղաքակիրթ աշխարհին եւ հարձակում գործեց ասենք Ուկրաինայի վրա նույն ստենարը կարող է Ադրբեջանի դիկտատորին ասի ես քո ուստին կանգնած եմ քո հետ եմ տերն եմ Հայաստանին արի երկուսով պատժենք մանավանդ տեսել եմ կադրեր երբ որ Ադրբեջանի այս կուտակումները որ կան ռուսական մագնիշի կամազներ տեսանք վերեքը V նշանը արված այսինքն սա ինչ է նշանակում որ մեր ռազմավարական դաշնակիցը համար մեկ հապկի բարեկամ երկիրը անմիջականորեն աջակցում է Ադրբեջանին մեր վրա հարձակում կատարելու համար բոլոր կադրերը տեսել ենք եւ ես չէ որ պետք է սա ապացուցեմ Շնորհակալ եմ պարոն Չեռնամորյան այս հնարավորության եւ հետաքրքիր մեկնաբանությունների համար Մեր հեռուստադիտողներին էլ ես հիշեցնեմ Թել Ավիվից մեզ էր միացել Իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը իսկ դուք շարունակեք հետևել մեր ընթացքին